Ավելի քան 376 միլիոն դրամի ապօրինի հարստացում ու փողերի լվացում։ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանի մեղադրանքն է։ Նրա եւ եւս 3-ի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան։ Գործը վերաբերում է Գևորգյանի քաղաքապետ աշխատած տարիներին։ Մասնավորապես 2017-2018 թվականների ընթացքում Վահագն Գևորգյանը ձեռնամուխ է եղել Աբովյան քաղաքում գտնվող արվեստի դպրոցի եւ TV5 մանկապարտեզի դեռևս 2007-2008 թվականներից հատկացված հողատարածքներից առանձին գույքային միավորների ձևավորմանը, որոնք նաեւ հետագայում աճուրդային կարգով օտարմանը։ Ըստ մեղադրանքի կեղծ աճուրդի միջոցով օտարվել է 2738 քառակուսի մետր մակերեսով 4 հողատարածք, ընդ որում օտարվել է շուկայականից գրեթե 14 անգամ նվազ գնով։ Աճուրդների արդյունքում ձեռք են բերվել ընդհանուր 6.309.600 ՀՀ դրամ արժեքով։ Այն դեպքում, երբ նշված հողատարածքների տվյալ պահին, այսինքն աճուրդի օրվա դրությամբ շուկայական արժեքը կազմել է 83.450.000 ՀՀ դրամ։ Քննիչը մանրամասնում է, թե ինչպես է կեղծվել աճուրդը։ Անձինք իբրև թե ցանկություն են հայտնել մասնակցելու այդ աճուրդներին, սակայն իրականում այդ անձինք որոցե տեղեկություն չեն ունեցել աճուրդների մասին, որոցե հայտեր չեն ներկայացրել համայնքապետարանի իրավասու աշխատակիցներին։ Նման պայմաններում օրենքով սահմանված աճուրդին իրավական տեսք հաղորդելու համար այդ փաստաթղթերի փաթեթը կազմելուց հետո իրականացվել են կեղծ աճուրդները, իբրև աճուրդին մասնակցել են համապատասխան քանակությամբ անձինք։ Կեղծ աճուրդներով հաղթող է ճանաչվել Գևորգյանի աներորդու կինը, որի անունով էլ գրանցվել են հողատարածքները։ Հետագայում Գևորգյանը մեկ այլ անձից ձեռք է բերել տվյալ տարածքում գտնվող մեկ այլ հողատարածք։ 2018-2021 թվականների ընթացքում Վահագն Գևորգյանի կողմից նշված հողատարածքների վրա իրականացվել է առանձնատան եւ օժանդակ շինությունների կառուցում։ Իսկ առանձնատան աշխատանքների համար ըստ փորձագետի պետք է ծախսվեր շուրջ 293 միլիոն 200.000 դրամ։ Այնուհետև մեղադրանքի համաձայն Գևորգյանը թաքցրել է հանցավոր ճանապարհով ձեռբերված գույքի պատկանելիությունը։ Փաստացի այդ գույքը պատկանել է իրեն, այսինքն իրավունքը այդ գույքի նկատմամբ իրենն է եղել, սակայն իրավաբանական գրանցում է ստացել կադաստրի կոմիտեի կողմից իրավաբանական գրանցում է ստացել այլ անձի անվամբ։ Այդ կերպ թաքցրել է գույքի պատկանելիությունը կամ գույքի նկատմամբ իրավունքների պատկանելիությունը։ Այսպիսով նշված հողատարածքները, այդ թվում հետագայում կառուցված առանձնատունը պետական գրանցում է ստացել Վահագն Գևորգյանին փոխկապակցված անձի անվամբ։ Ըստ քննիչի, հենց այս առանձնատանն է բնակվում Վահագն Գևորգյանը։ Մարգարյանի խոսքով 2017-ից 21 թվականների ընթացքում Գևորգյանի օրինական եկամուտները կազմել է շուրջ 11 միլիոն դրամ։ Հետևաբար ըստ քննիչի չէր կարող 290 միլիոն դրամով առանձնատուն կառուցել։ Գևորգյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի լվացման եւ ապօրինի հարստացման համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքն ու 50 միլիոն դրամ գրավը։ Նրա պաշտպանները մեղադրանքը անհիմն են որակում։ Պաշտպաններից Դավիթ Հարությունյանը մեր զրույցում նշեց, որ Գևորգյանը չի ընդունում ներկայացված մեղադրանքը։ Ըստ պաշտպանի նախաքննության ընթացիկ փուլում առկա խոչընդոտների եւ սահմանափակումների պայմաններում նպատակահարմար չեն գտնում որևէ մեկնաբանություն տալ։ Գործով մյուս մեղադրյալների թվում են քաղաքապետարանի նախկին աշխատակիցը, Գևորգյանի նախկին վարորդը եւ աներորդու կինը։ Նրանցից երկուսը տնային կալանքի տակ են, մեկը ազատության մեջ է։ Տաթև Խաչատրյան, Էդգար Դավթյան, լուրեր։